Ես Այդան եմ Մխիթարյան, երրորդ կարգի հաշմանդամ լինելով հանդերձ, աշխատել եմ Շնգավիթի վարչական։ Երբ եք աշխատել։ 2000 մոտ 3 այս մայիսին կլրանալ արդեն 3 տարից, որ արդեն աշխատել եմ մայիսի տենց 10-ի կողմերը։ Արդեն 3 տարից կլրանալ, որ աշխատում եմ։ Ուրեմն Շնգավիթի վարչական շրջանում եմ աշխատել որպես բակային հավաքարար։ Ուրեմն անցած տարի նոյեմբերի 7-ին, երբ որ եկել եմ կառավարության շենք, որպեսզի բողոքի ակցիա անեմ, որ կոմունալ բաժնի պետը Սերգո Սարգսյանը ինձի ծածկ չի տալի, որ բանվոր նաև վերանորոգման, որովհետև ես երրորդ կարգի հաշմանդամ եմ ու անապահով մարդ եմ ես իրականում։ Դա է հիմնական պատճառը դառնում, որ Սերգո Սարգսյանն էլ, Լյուդվիգն էլ, մեր պատասխանատուն ընկնում են իմ հետևից, դու ինչ իրավունքով գնացիր կառավարության շենք բողոքելու, որ մեր վրա ՉՊ բերեցիր, հələ հերիք չի, մենք էլ քեզ շիփր չենք տալու ու ամենավերջի հայոյանքները տալով այս փետրվարի 23-ին Սերգո Սարգսյանը իր թիմակիցների հետ միասին ինձ ծեծեցին զուտ նրա պատճառով, երբ որ ես իրանց գնացացի ինչն է պատճառը, որ հունվար ամսի 5-ից մինչև ամսի 31-ը աշխատել ենք ընդամենը 10 օր ներկայացրել, ես ստացել եմ 68,000 դրամ 145,000-ի փոխարեն 77,000 փետրվար ամսվա մինչև 18-ը ինչն է պատճառը, որ ինձի բացակայա դրել, էլի նորից ես աշխատավարձը չեմ ստացել, խնդրում եմ իմ աշխատավարձը վերադարձրեք ու իմ աշխատանքը նորից վերականգնեք, այն ամենավերջի անպատիվ խոսքերը ինձի ասեցին հələ հերիք չի, մի հատ էլ հավեսով ինձի ծեծեցին, ես հասցրել եմ նկարահանել, թե ինչ են անում իրանց սենյակում, իմ հեռախոսը հափշտակեցին, գցեցին գեդին, միամտորեն չեմ անում, ոնց է ստացվում, մատս կպնում է հեռախոսին, այդ ծեծելու ընթացքում, այդ հայոյանքները լրիվ ձայնագրվում է իմ ձայնագրությունը, նաև կա այն նկարները, որը որ իրանց պարտականության մեջ է մտնում, որ կան նկարեն, թե աշխատողը ոնց է աշխատում, նկարները կա, որ ասենք մենք նկարում ենք, մենք մեր ֆինանսներով ուղարկում ենք մեր պատասխանատուին, Լյուդվիգին։ Հիմա այդ Լյուդվիգը պատճառ է բռնել, որ իբր թե իր ոտը վնասվել է, գնացել է օպերացիայի, ինքը մեր պատասխանատուից հրաժարական է տվել այս մի ամիսը, ու ինքը տեղը հիվանդանոցում պարկած է եղել, իր վիրահատությունը արվել է։ Երբ որ կանգնում ես ասում ես Լյուդվիգ, ինչն է պատճառը, որ դու այդ մեզ ժամը 10-ից մինչև ժամը 2-ը իբր թե սիստեմա ես միացնում, որովհետև դու ասում ես իբր թե ինքը դու ճնշում ունես ու շաքար ունես, շնորհակալություն քեզ էր մնում պատասխան տայի, ես ինչ եմ անում։ Հիմա Սարգսյանը կրկին համարվում է Շնգավիթի Սարգսյանը էլի համարվում է Շնգավիթի կոմունալ բաժնի պետը, ուրեմն ես դիմել եմ քննչականից բացի հետի մարդու իրավունքների պաշտպան ոստիկանություն եմ դիմել ձեզ ծեծի հետ կապված ծեծից հետ կապված դիմել եմ ոստիկանությունը ուղարկել է քննչականը ինձ սուտ է ասում Շնգավիթի վարչական շրջանի քննչականն ասում է որ իբր թե դատախազությունը իմ փաստաթղթերը ուզել է բայց որը որ ըտենց չի ես ինքս հետազոտություն եմ արել ես ինքս գնացել եմ հետաքրքրվել եմ ինձ դատախազությունն ասեց որպես ըտենց փաստաթուղթ այդ ձևի մարդու անուն ազգանունով փաստաթուղթ մեր մոտ չի եկել բայց քրեական վարույթ նախաձեռնվել է իրանց ասելով հա իբր թե վարույթը եղել է դաժե որպես այդպեսին քննիչ ես չունեմ որովհետև դատախազությունը իմ թղթերը հենց այդ նույն րոպեին ա ուզել որը որ իսպար չկա այդպես բան այսինքն դուք բոլոր ապացույցները ոստիկանությանը քննչական ներկայացրել եք ոչինչ չեն անում Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու մասով բնականաբար իրանք պատասխանատվության չեն էլ ենթարկում ինչով առ այսօր չեմ անում ինչն է պատճառը ձեզ հեռացրել են աշխատանքից ինձ հեռացրել են աշխատել փետրվարի 17-ին բան են արել 18-ից հրաման է եղել այսինքն ես եք մայրաքաղաքում մաքրությամբ այո Շնգավիթ վարչական շրջանում այն տարածքը որտեղ որ ես եմ սպասարկել որն է ձեր տարածքը սպասարկում եք ասենց ասեմ Գարեգին Նժդեի 42 48 44 Երևան մոլի դիմացի մայթերը այսինքն Արշակունյանց փողոցը նաև ասենց ասեմ Չեխովի 10-ը որը որ համարվում է Զոքանչանոց
քանի որ մեր քաղաք վարչապետի Զոքանչը ապրում է հենց այդ տարածքում։ Դրա համար անվանել են Զոքանչանոց այդ տարածքը։ Այդ տարածքներն եմ սպասարկել, ընդամենը 17 շենք ա եղել իմը, որը որ իմ ձեռքից վերցրել են, տվել են մի ուրիշ կնոջը, որը այդ կինը ընդհանուր առմամբ չի էլ գնում աշխատանքի, Այդա Մխիթարյան։ Տիկին Այդա, այսինքն դուք ընդամենը որ հարց եք բարձրացրել, որ ձեզ պետք է համապատասխան գիշերանը իրեր տան, որպեսզի մաքրությունը ըստ պատշաճի իրականացվի։ Տանիքս վերանորոգելու համար եւ նաեւ պատշաճ բաներ տան, այսինքն ավել կլինի, սավոք կլինի, ցախ ավել կլինի, բնականաբար գումարը սկրճատել են, չեն տվել, ծեծել են, վիրավորել են, անպատիվ խոսքեր են ասել ու աշխատանքից ինձ զրկել են։ Ես մի ամսից ավել արդեն աշխատանք չունեմ, չեմ կարողանում։ Կմիացնեք այդ հայհոյանքների ձայնագրությունը, այս բանի լսենք, տեսնենք։ Ես ինքս հեսա։ Մի րոպե, մի վարքյան, շատ չէ։ Նայեք, իմ աշխատավարձի համար եմ եկել, այս մարդը ինձ Սարգսյանն է ձեր կոմունալ բաժնի պետը։ Որ մեկն է։ Այս մեկն է Սարգսյանը։ Չի գրել ու իմ աշխատավարձը չի տալի։ Ու ժամը 2-ից հետո են Երևանում իրան։ Սերգո հենց հիմա ինձ բացատրի, ուրա իմ աշխատավարձը։ Ես դու ու Լուդվիգը իմ աշխատավարձը ձեզանով արել։ Եք զղկտվել իմ աշխատավարձը։ Ուրա իմ աշխատավարձը։ Իմ աշխատավարձը դու հենց հիմա։ Չենք փոշմանում։ Չփորձվես ինձ կպնես։ Ով է ինձ թողը։ Հենց հիմա իմ աշխատավարձն եմ ուզում։ Ինչքան է ձեր աշխատավարձը որ պետք է տային։ Այստեղի Ձեզ այստեղ հարվածներ են արդեն հասնում։ Հաջողա։ Չփորձվի։ Այգեի դու փոշմաններ ես։ Ո՞վ է ինձ կնասում եք։ Эти Լյուդվիգը իննաստին բրին պատասխանատուն է եղել։ Այսքանը հասցրել եք ձայնագրել։ Այսքանը հասրել եմ ու այս մեկը միամիտ է եղել, թե ոնց է եղել, չեմ անում, մատս կպել է։ Իրականում հայոյանքները շատ սիրուն են։ Ձեր աշխատավարձի չափը ինչքան է որ պետք է ձեզ տային։ Իմ աշխատավարձը ընդհանուր 200,000 է իսկական պայմանագրով։ Մեր ինձի որպես ասենք թոշակի ֆոնդ մուծել ուզին, որի փողորը չեմ ափսոսում դա 145,000 դրամ աշխատավարձ է նստում իմ վրա։ Ինչ է, ինչքանը չէին տվել որ դուք գնացել եք ու Սարգսյանից հունվար ամսվանից ես աշխատել եմ մինչև ամսի 31-ը 77,000-ին վրայից կտրել են, ես ընդամենը 68,000 աշխատավարձ եմ ստացել։ Փետրվար ամսը պատճառաբանությունը իբր թե իրանց ասելով ես բացակա եմ եղել, որը տես չի եղել։ Ինձի բնակիչներն են տեսել, ինձի գոլեգաներն են առավոտը շուտ տեսել մեջքից ֆորմեն հակած։ Ու քնչականում ըստ էության դուք այս բողոքը ներկայացրել եք ու ոչինչ չի արվում, ոչինչ չի արվում, պատասխանը քնչականի մոտից եղնում է, որ իբր թե դատախազությունն է ուզել իմ փաստաթղթերը, որը որ սուտ է։ Ես ինքս հետազոտություն եմ ինձանով արել, բնականաբար դատախազություն։ Իսկ դուք վարչապետի աշխատակաց դիմել եք խնդրով, որ այս իրավիճակները, իրավապահները ոչինչ չեն անում։ Դեռևս չեմ արել, բայց այսօր ես ինքս շիշտն ասած դիմում եմ գրել, որ քաղաքապետին դիմեմ այդ հարցով։ Որովհետև Տիգրան Աբինյանի, որովհետև այս պարագայում Սերգո Սարգսյանն էլ, Լյուդվիգն էլ, կոմունալ բաժնի բոլոր աշխատողներն էլ գիտեք ինչ են արտահայտվում, որ գիտեք ինչ կա, ինչ ուզում է սարա մենք թքած ունենք, վարչապետն ու քաղաքապետը մեր թիկունքին կանգնած են, ասել են ինչ ուզում եք արեք։